Տիկին Ավետիսյան, հարցս հետևյալն է, լսեցի, որ նախատեսում եք կոյուղագծերի վերանորոգման համար գումար տրամադրել, դուք տեղյակ եք արդյոք, որ Էրեբունի համայնքում այսպես ասած գործող կոյուղագծեր չկան, բոլորը խցանված են եւ փողոցներն են լցվում, նաեւ լցվում են մարդկանց տներ։ Այսինքն այդ նախատեսված գումարները, որոնք դուք նախատեսում եք, ես ենթադրում եմ, որ դա նորից հերթական անգամ կարկատելու համար է, բայց ինքը պետք է ամբողջովին փոխվի։ Տիտոգրադյան փողոցում, Մուրացյան փողոցում, Աթոյան փողոցում, Խաղաղ Դոնի փողոցում, Խորենացի փողոցում, Բելինսկի փողոցում ընդհանրապես ամբողջովին պետք է փոխվի եւ դիամետրը գոյուղատար խողովակի պետք է մեծացվի։ Դիամետրը, քանի որ նախկինում խորհրդային ժամանակների գոյուղատարեր են, որոնք նախատեսված չէին այսքան մեծ ծանրաբեռնվածության, բազմաբնակարան շենքերի համար նախատեսված չէին եւ բնակիչները այս դարդից իրենց ձեռքով հաճախակի ամսական մի քանի անգամ դուրս են գալիս եւ այդ հորերը, կոյուղահորերը իրենք են փորձում ինչ-որ մի ձև այդ խցանումները վերացնել։ Այսինքն շատ մեծ աղետ կա Էրեբունի համայնքում։ Այդ գումարները, որ հերթական անգամ նախատեսվում է, դա ենթադրում եմ, որ կարկատելու եւ հիմնովին չվերանորոգելու համար է, քանի որ ականատես եղանք անցյալ տարի Աթոյան փողոցում ասֆալտապատեցին եւ էլի խնդիրը թողեցին նույնը։ Այսինքն ասֆալտապատում են, որպեսզի այդ կոյուղաջրերը դուրս չգա, չթափվի փողոց, բայց այդ կոյուղաջրերը, քանի որ կոյուղատարերը վնասված են, իրենք լցվում են բնակիչների բնակարանները։ Պարոն Տեր-Եսայան, ձեր ենթադրությունները սխալ են, նվազագույնը սխալ են։ Երևանի քաղաքապետարանը վերջին մի քանի տարիների ընթացքում հենց մեր նախաձեռնությամբ սկսվել է Երևան քաղաքում կոյուղատար համակարգի հիմնանորոգումը եւ նորերի ստեղծումը։ Եվ Էրեբունի վարչական շրջանում, ասենք, մենք ունենք ոչ միայն հիմնանորոգած հատվածներ, մենք ունենք զրոյից կառուցված հատվածներ, ինչպես օրինակ Վարդաշենում։ Այսինքն այդտեղ երբևէ կոյուղատար համակարգ չի եղել, այդ աշխատանքները արել է Երևանի քաղաքապետարանը։ Մենք այս աշխատանքները սկսել ենք տարեկան 14-15 կիլոմետր կոյուղատար համակարգի կառուցման կամ հնի հիմնանորոգման ձևով, բայց հաշվի առնելով, որ այս համակարգերը համայնքային գույք չեն, այլ պետական գույք են, մենք մեր կառավարության գործընկերների հետ, Վեոլա ջուր ընկերության հետ ունեցել ենք քննարկումներ, որի արդյունքում որոշվել է, որ հիմնական ներդրումների ֆինանսավորումը իրականացնելու է կառավարությունը, երկրորդ տեղում պետք է լինի Վեոլան եւ իհարկե Երևանի քաղաքապետարանը որոշ ծավալի աշխատանքներ պետք է շարունակի անել։ Այսինքն մենք տարեկան մոտավորապես այս 13-ից 15 կիլոմետրի հիմնանորոգումը կարելի ասել սկսել ենք 2022-23 թվականն է, 22 թե 23 թվականից եւ դուք ճիշտ եք արձանագրում, որ մենք շատ տեղեր խնդիր ունենք, մենք օրինակ շաբաթական կոյուղու 400 վթար ունենք եւ իրականում իրավական տեսանկյունից Երևանը այդտեղ շատ անելիք չուներ, բայց մենք ворթեգրել ենք այն քաղաքականությունը, որ չկա խնդիր քաղաքում, որը մեզ չի վերաբերվում եւ սկսել ենք լուծել, որի արդյունքում նաեւ կառավարության գործընկերներին ենք ներքաշել այս process-ում Վեոլային ենք ներքաշել, մեր ֆինանսավորման ծավալը իհարկե պակասել է, բայց ծրագրերի քանակը չի պակասել, այսինքն մենք նույն ծավալի նախագիծ իրականացնում ենք, այդ նախագծերի ֆինանսավորումը արդեն անում է հիմնականում կառավարությունը, սա է այն տրամաբանությունը, որով որ մենք առաջնորդվում ենք։ Առաջնային է իմ թվարկած փողոցները, քանի որ այնտեղ անմխիթար վիճակ է եւ բնակիչները խնդիր ունեն, համաճարակային խնդիր ունեն, ել չհաշված, որ 257 բազմաբնակարան շենքեր կան, որոնց մի մասը ամբողջովին իրենց նկուղները լի են կոյուղով եւ չի լինում մուտք մտնել, շքամուտքերից արդեն այդ գարշահոտը գալիս է։